83-ամյա Վոլոդյա Ոսյանի երկու նոթատետրերի մասին ընտանիքում բոլորը գիտեն, սակայն քչերն են ծանոթ նրանցում ամփոփված գրառումներին։ Այս օրագրում օրինակ պահում է եղանակի մասին գրառումները։ 1982 թվականի մարտի 25-ին շատ ցուրտ եղավ։ 28-ին ցուրտը հասավ 10 աստիճան։ 1990 թվականի փետրվարի 18-ին ձյունը սկսեց գալը, մինչև 20-ը։ Ռուսականի ձորի հին բնակիչը առանց նոթատետրի էլ լավ հիշում է, թե որ թվականին եղանակն ինչ անակնկալներ է մատուցել։ Քաղաքում աղետների, ցրտահարությունների, երաշտների մասին տեղեկություններ կարելի է ստանալ նրա նոթատետրից։ Երեկոյան վերաբերը հաղորդեց Կալինինոյում 1.50 սանտի, իսկ Ստեփանավանում 1.20 սանտիմետր, այդքան ձուներ եկել, այս լրաբերն հաղորդել, որ ես գրել եմ։ 20-ի օրը ես մեր դռանը չափեցի 50 սանտիմետր, բայց այդ էլ ասեմ շատ տաք էր, անդահատ հալվում էր։ 1959 թվականի օգոստոսի 14-ի գիշերը Ռուսականի ձորի հին բնակիչները, այդ թվում Վոլոդյա պապը լավ են հիշում։ Հեղեղատարը դեռևս կառուցված չէր, թաղամասում էլ մշտապես առկա էր հեղեղումների վտանգը։ Լագերի վարիչը Թամազյան Գուրգենն էր, լավ եմ հիշում, Թամազյան Գուրգենն էր։ Ես ու նա մի սենյակում քնած էինք, այդ քերը ես մնացել էի, ոչ եմ պարկած էինք, պատահան տակոն ասկաս, ասի Թամազյան, ինչ ասեսուր են եկել, վաղն է, շատ շուտ է։ Ենա վեկացանք, թե երեխեքը ոնց են, ինչ են, մենք գլասենք, ինչ էլ երեխանցա, հանգիտ քնած, մենք քնած ենք, թե բա չգիտենք ինչ է կատարվել, ասին չէ, չգիտենք ինչ է կատարվել, թե բա համարյա հալավերդի չկա, մեծ սելավ եկել ասավ, հետ Ռուսականի ձորով բան։ Այն, որ շուտով եղանակը ցրտելու է եւ առայծուն է սպասվում, ամեն օր հաղորդում են հեռուստատեսությամբ։ Եղանակի մասին կանխատեսումները առաջիկա մի քանի օրերի համար եւս հուսադրող չեն տաք եղանակ սիրողների համար։ Այսօր Ալավերդում տեղած առաջին ձյունը։ А снег не знал и падал, а снег не знал и падал. Земля была прекрасна, прекрасна и чиста. Снег кружится, летает, летает, и поземкою клубя. Ալավերդում եւ Լոռու մարզում տեղումներ էջյան տեսքով կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 11-ը։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ջերմաստիճանի կտրուկ նվազեցման հետևանքով մերկասառույց է առաջացել Սելիմի լեռնանցքում։ Ճանապարհների վտանգավոր հատվածներում մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Եղանակային անակնկալներին պատրաստ են նաեւ Ալավերդու քաղաքապետարանում։ Ձմռան նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են։ Մերին Կոլոլյան, Գևորգ Քոչինյան, Արման Տիտանյան, Լուրեր։